Պարոն Պետրոսյան, այս որոշումից հետո ինչ սցենարով էլ գնան հետագա զարգացումները, արդյոք կստացվի պայմանավորվել առաջիկա 3 ամիսներին, թե հանրային գերակաշահի ճանապարհով կառավարությունը կառաջնորդվի, ամեն դեպքում պետության վրա կապիտալի արժեքով, ընկերության գույքի արժեքով փոխհատուցում տրամադրելու պարտավորություն է մնում, ինչպես էլ նայենք։ Այսքան գումարներ կառավարությունը ինչպես է պատրաստվում ներգրավել, եթե ոչ պետական բյուջեի նախագծում ենք նման տող տեսնում, խոսքը հարյուրավոր միլիոնների մասին է։ Էներգետիկայի մասին օրենքը բոլոր այդ դեպքերը արդեն կանխատեսել է, օրենքով սահմանված ընթացակարգը պետք է շարունակի։ Այսօր վաղը որոշումը ուժի մեջ կմտնի, այսօրվա որոշումը, եւ երամսյա ժամկետում օրենքի սահմանված կարգով ընկերությունը պետք է իր մասնաբաժինը մասնակիցների, այսպես ասած, որոշմամբ համաձայնեցված կարգով կարգավորող մարմնի հետ օտարվի 3 ամսվա ընթացքում, եթե չի օտարվում, համաձայնություն տեղի չի ունենում, բանակցությունները արդյունք չեն տալիս, ապա Սահմանադրության 60-րդ հոդվածով հանրային գերակաշահի կարգավորումներով է գործընթացը առաջ գնում, թե ինչ գործընթացներ կզարգանան այդ համատեքստում, բնականաբար այսօր չենք կարող կանխատեսել, եւ թե ինչ գումարների մասն է դուք ասում, բնականաբար եւս այսօր չենք կարող կանխատեսել, բայց որ ամեն ինչ արվելու է օրենքի եւ Սահմանադրության տարին համապատասխան, ինչպես արվել է այս 4 ամիսների ընթացքում, դա միանշանակ է։ Տեսեք, կա աուդիտորական անկախ եզրակացությունը ամեն տարի որ արվում է, այնտեղ հստակ կապիտալի արժեքը հաշվարկվում է, դուք դա հիմք չեք վերցնում։ Դա սեփական։ Այս գործընթացի համար պետք է առանձին գնահատում կատարվի։ Չեք սկսել ինչ։ Դեռ չի սկսվել, քանի որ այսօր որոշումը այսօր կայացվեց, դեռ մենք չգիտենք հենց ինչ որոշում պիտի կայացնի։ Իսկ դուք պատասխանատվություն այս դեպքում չեք զգում, որ ի վերջո եթե բանը հասնի փոխհատուցման, իսկ սա ամենահամեստ հաշվարկներով տարբեր աղբյուրների հետ զրույցներով եմ ասում, հարյուրավոր միլիոնների կարող է հասնել, սերունդների վրա մի մեծ նոր բեռ է ավելանալու եւ ի վերջո քաղաքացիները պիտի այս գումարը։ Ձեր հարցադրումը ի սկզբանե սխալ, այսպես ասած, ռակուրսից եք տալիս։ Ես գործում եմ բացառապես օրենքով ինձ վերապահված լիազորությունների շրջանակում հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի, այդ թվում նաև որպես ժամանակավոր կառավարիչ, ով իրականացնում է գործադիր կառավարումը հեծում, բնականաբար զուգորդելով եւ հաշվի նստելով եւ հարգելով ու պաշտպանելով այդ թվում սեփականատերերի օրինական շահը։ Դա արդեն փաստերով ենք մենք ականատես եղել, այն վիճակագրությունը, որ մենք հրապարակել ենք մինչ օրս, այն բազմաթիվ փաստերն ու փաստարկները, որոնք հնչեցին նաև վարույթի ընթացքում, արդեն իսկ խոսում են իմ ասացի մասին։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ ընդհանրապես պետությունը այս պահին չունի այն աղբյուրը, թե որտեղից է այսքան գումար ներգրավել։ Դարձյալ ձեր հարցը ուզում եմ հարցով պատասխանել։ Ձեզ որտեղից նման ինֆորմացիա, որ պիտի փոխհատուցի պետությունը։ Սահմանադրության 60-րդ հոդվածն։ Դա 3 ամիս անց, երբ պարզ լինի, որ գնորդ չկա։ Երբ պարզ լինի, պարզեց ես ինչ-որ բան էս պահին, պարզ չէ։ 3 ամիս անց, երբ բանակցությունները որևէ արդյունք չտան, նոր գերակաշահի մասով։ Իսկ գերակաշահն էլ սեփականության երաշխավորման ձև է, որը Սահմանադրությամբ է ամրագրված։ Ես խնդրում եմ այդ խոսույթը հանեք, որ փոխհատուցելով մեր սերունդները Հայաստանի Հանրապետությունը այսօր շատ ավելի դիմակայուն է եւ ներքին եւ արտաքին մարտահրավերներ, այդ թվում էներգետիկ անվտանգության տեսակետից, քան երբևէ էր։ Եվ այսօրվա զարգացումները նաեւ եկավ ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է թե պետական շահը, թե մասնավորի շահը, թե ամենակարևորը մեր ժողովրդի հանրության, որպես այս դեպքում նաև սպառողներ ու հեծի բաժանորդներ, իրենց շահերը։ Շնորհակալ եմ, լավ օրհնեք։ Եվս մեկ հարց, վարչապետի մակարդակով նա ընդամենը մեկ հարց եմ տալիս։